Ողջույն բոլորին, այսօր մի փոքր կշեղվեմ մեր հիմնական կոնտեքստից, չնայած այդուհանդերձ հիմքում ընկած է Աստծո զորությունը և նրա հրաշքները։ Ուզում եմ պատմել ձեզ մի պատմություն, իրական պատմություն, որն ինձ շատ հուզեց և ուզում եմ, որ շատերն իմանան դրա մասին։ Նա մի տղա էր, 34 տարեկան և աշխատում էր քաղաքի ռեստորաններից մեկում որպես ավագ խոհարար։ Չարաբաստիկ 44-օրյա պատերազմի կեսերից նրան ու ևս 39 հոգու տարան իբրև թե զորավարժության։ Նրանք միմյանց չէին ճանաչում, բոլորը մի հայ ընտանիքի լույս էին, ամեն մեկը հայր, որդի, ամուսին։ Նա էլ էր այդպիսի մեկը, Արմենն էր նա։ Ուներ 3 երեխա։ Տարան, վերցրեցին բոլորից հեռախոսները, բայց մի հոգի պահեց թաքուն իր երկրորդ հեռախոսը, թեև զգուշացվել էր, որ թշնամին կգտնի, եթե միացված որևէ սենսորային հեռախոս լինի։ Այդպիսով նրանք ճանապարհ ընկան ռազմական ավտոբուսով, գնացին, 6 ժամ էր ճանապարհին էին։ Հասան Միամայի տեղ, մի կիսաքանչ շինություն էր։ Իջեցրեցին, ամեն մեկին մի թեթև ատրճանակ տվեցին և ասացին, որ թշնամին հարձակվում է տանկերով։ Դուրս եկան տղաները և իսկապես կինոներում նկարահանված սցենարներն իսկապես իրական կյանքից էր։ Սկսեցին ատրճանակներով կրակել տանկերի վրա, հետո ախր հասկացան, որ իրենք վարպետ չեն այդ գործում։ Մարդ կար նույնիսկ զենքը բռնելու ձևը չգիտեր, գոռում էին, որ տանկերը այսպես չեն կարող ոչնչացնել, վերջապես ստացան նահանջի հրաման։ Կմտածեք, ինչ լավ է, գոնե ողջ կմնան։ Ոչինչ, այդ քանդված հողակտորը, բայց ոչ, դեռ սպասենք ամենացավոտին։ Նահանջի հրամանից հետո հրամանատարները նստեցին իրենց թանկարժեք շքեղ մեքենաները և գնացին թողնելով այս խեղճերին անտեր, առանց հրահանգների, պարզապես հեռացան և կորան մոխրի ու փոշու մեջ մթնեց։ Տղաները շփվում էին, սպասում էին լուրի կամ որ իրենց հետևից կգան։ Մեկ էլ հանկարծ կարմիր լազերային լույս հենց այդ կիսաքանչ շինության պատերի վրա ընկավ, հետո գետնին, հատակին, ու նրանցից միայն մի հոգի, ով կռված էր, կամ գիտեր, կամ ծառայած էր, նույնիսկ ոչ ոք դրա մասին տեղյակ չէր։ Նրանք չգիտեին, թե այդ ինչ լույս է, ու տղաներից մեկը գոռաց. «Փախեք, դուրս եկեք, սնարյադ է, սնարյադ, տղերք, թռեք, սնարյադ է»։ Ու տղերքից ողջ մնացին միայն 7-ը, ամեն մեկը մի կողմ փախավ։ Այդ մթության մեջ 3 հոգի մնացին իրար հետ, մեկը կորցրել էր աջ ոտքը։ Արմենը, մեր հերոսը, ում անունը տվեցինք ամենասկզբում, մեր ավագ խոհարարը, քանդեց իր զինվորական, բայց ինկայի կապիչը և փորձեց նրա այդ ոտքը վնասված ու կորցրած ընկերոջ վերքը կապել, որ շատ չարյունահոսի։ Այդ պահին դա անցավ իր մտքով, ու երկուսով ամեն մեկը բռնեցին վիրավոր ընկերոջ ուսից, այդ չոր կոշիկներով, ծարավ, հոգնած, սոված, փորձեցին տանել նրան, բայց ուր տանեին, իրենք էլ չգիտեին։ Այն մյուս 4 հոգին էլ մի կողմի վրա գնացին, ու նրանք այլևս չլսեցին նրանց մասին ոչ մի լուր։ Գնացին, մի կարմիր լույս էր երևում հեռվում, տղաները չգիտեին այդ ինչ լույս է, բայց լսել էին, որ լույսը մի օր մոլորված անցորդին տուն կբերի։ Այդպես մտածելով գնացին, ամբողջովին ուժասպառ, ոտքերները հարված, այդ անհարմար կոշիկներից զինվորական, ու վիրավոր տղան մնաց և խնդրեց, որ իրեն թողնեն։ Էլ չեմ կարող ասաց, դուք էլ չեք կարողանում, ավելի լավ է գնացեք և օգնություն բերեք։ Այնքան ծարավ էին։ Արմենը պատմում էր, որ նույնիսկ ցեխաջուր կխմեր այդ պահին, եթե միայն թե լիներ։ Ու գնացին ճամփա ընկան, էլի մտնեց, էլի տեսան այդ հեռվում կարմիր լույսը։ Հենց լույսը բացվում էր, թաքնվում էին ծառերի տակ, իսկ եկող մեքենաները եթե կանգ առնեին, թշնամին միանգամից ռմբակոծում էր։ Եկավ 3-րդ օրը, գիշերը եկավ, նորից մտնեց, նրանք նշմարեցին կարմիր լույսը, չգիտեին էլ թե որ կողմ է տանում, թշնամուն մոտ, թե հարազատ հող։ Գնացին, մեկ էլ հասան այդ կարմիր լույսին և փառք քեզ Տեր Աստված,
այդ կարմիր լույսը սարի վրա կանգնեցված խաչն էր, Հիսուսի խաչերից մեկը, որ հազարավոր հատ կան հայկական սարերի վրա։ Տղաները հասկացան, որ իրենց հայրենիքում են։ Այդպես չգիտեմ էլ որ գյուղում էին, ուժասպառ ընկան խաչի մոտ, գյուղացիներից մեկը նկատել ու տարել էր նրանց։ Այսօր Արմենը 4-րդ երեխային է պատրաստվում ունենալ, բայց ցավը սրտում, նա չկարողացավ այն տղային փրկել, չգիտի էլ արդյոք փրկվեց նա թե ոչ։ Բայց Հիսուսի հրաշքը եւս մեկ անգամ նրանց ծնողների մայրական աղոթքների շնորհիվ այն մարդը, ով որ հույսը դրել էր Աստծո վրա, փրկվեց։ Այդ 40 հոգուց փրկվեցին 2-ը։ Համենայն դեպս այն 4-ի մասին նա ոչինչ չլսեց։ Գիտեր, որ իրենք 2-ով փրկվեցին Հիսուսի խաչով։ Ուզում եմ շատ-շատերն իմանան Տիրոջ զորավոր ուժը։ Իսկ այն երիտասարդը, ով պահել էր իր սենսորային հեռախոսը եւ երբ կիսական չինության մեջ նա միացրեց, որպեսզի զանգ կատարի իրենց մասին, հաղորդի, որ իրենք գտնվում են անօգնական վիճակում, հենց այդ պահին էր թշնամին որսացել եւ հենց դրանից ընդամենը հաշված րոպեներ հետո նա ռմբակոծում է այդ կիսական չինությունը։ Ուղղակի ցավը, որ նրանք մնացել էին առանց հրամանատարների, չեմ ուզում հավատալ, որ դա դավաճանություն է։ Իսկապես չեմ ուզում հավատալ։ Այստեղ միայն ուզում եմ կենտրոնանալ Տիրոջ հրաշքի վրա, 44-օրյա պատերազմի հրաշքի վրա։ Եթե լսեցիք մինչև այստեղ, խնդրում եմ բաժանորդագրվել հետագա ավելի ուժեղացնող եւ մոտիվացնող պատմությունները լսելու համար։ Սիրով ձեզ համար։